Բարի գալուստ, մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել մեր կողմից պատրաստված այս անչափ հուզիչ պատմությունը, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի։ Սկեսուրը տուն էր եկել անսպասելի, դուռը բացեց իր բանալիով ու մտավ։ Խոհանոցից հոտ չէր գալիս, լռություն էր, որն անսովոր էր այդ տունը ճանաչողների համար։ Նա մոտեցավ հյուրասենյակին ու կանգ առավ։ Հարսը նստած էր բազկաթոռին, աչքերն ուռած, լացից, դեմքին թարմ կապտուկներ, ձեռքը փաթաթված։ Նա մի պահ բարձր նայեց սկեսրոջ աչքերին, հետո նորից խոնարհեց հայացքը։ Սկեսուրը քարացավ տեսածից։ Սկզբում չհասկացավ ինչ է տեսնում, հետո սիրտը սկսեց արագ բաբախել, բայց իրականությունը շատ ավելի ծանր էր, քան երևում էր առաջին հայացքից։ Նա ցնցվել էր. «Արփի, այս ինչ է պատահել, սիրելիս, ձեռքդ, դեմքդ, ո՞վ է արել սա»։ Արփին լուռ էր, մի պահ կարծես ուզում էր պատասխանել, շուրթերը շարժվեցին, բայց ձայն չլսվեց։ Սկեսուրը մոտեցավ, ծնկի իջավ նրա առաջ ու ձեռքը բռնեց. «Խնդրում եմ ինձ, ասա, դու մենակ չես»։ Հարսը կամաց շշնջաց ու ասես քամու նման փշուր դարձած ձայնով ասաց. «Արթուրն է»։ Սկեսուրը սառեց. իր որդի՞ն, Արթուրը։ Նա իր մոր ներկայությամբ անգամ երբեք բարձր ձայնով չէր խոսում, բայց նա է արել սա։ Չէ, այդ հնարավոր չէ, դու մի բան չես հասկացել, Արփի, Արթուրը։ Ամեն ինչ ճիշտ եմ հասկացել, մայրիկ, արդեն 6 ամիս է, ինչ ես տանը չկամ որպես մարդ։ Նա գալիս է ուշ, հարբած, չի հավանում, որ երեխային խնամելիս քնում եմ կողքին, սկսում է գոռգոռալ, հետո չի դիմանում ու հարվածում է։ Սկզբում պատահաբար էր լինում, հիմա սովորական։ Բայց դու չես տեսել, թե ինչպիսի հայացքով է նա նայում մեր աղջկան, ես նույնիսկ վախենում եմ այդ հայացքից։ Սկեսուրը վախեցած ետ քաշվեց, իր ամբողջ կյանքում նա հավատացել էր, որ իրեն հաջողվել է լավ մարդ դաստիարակել, բայց հիմա առջևում կանգնած էր ոչ միայն չհավատալու ցավը, այլ պատասխանատվության ահռելի բեռը։ Մի պահ լռեց, հետո ասաց. «Վերցրու երեխայիդ ու գնա մորդ տուն, ես ինքս կխոսեմ Արթուրի հետ, բայց խոստանում եմ, եթե մեկ անգամ էլ քո կամ երեխայի դեմքին բռնության նշան տեսնեմ, ես կհրաժարվեմ իմ որդուց»։ Արփին լուռ վեր կացավ, մի բառ անգամ չասաց, միայն հայացքով շնորհակալություն հայտնեց սկեսրոջը։ Նույն օրը երեկոյան նա երեխան գրկած դուրս եկավ տնից։ Սկեսուրը արդեն զանգել էր Արփիի մորը։ Արփիի ծնողներն առանց ավելորդ հարցերի ընդունեցին աղջկան ու թոռանը։ Երբ Արթուրը տուն վերադարձավ, գիշերվա կեսն էր, տունը լուռ էր ու տխուր։ Խոհանոցում մի բաժակ թեյի կողքին մի թերթիկ էր դրված. «Արթուր, Արփին ու աղջիկդ այլևս այստեղ չեն ապրում։ Ես ամեն ինչ գիտեմ, մենք պիտի խոսենք, քո մայր»։ Սկզբում Արթուրը զայրույթից չիմացավ ինչ աներ, ճչաց, կոտրեց սեղանի վրա եղած բաժակը, զանգեց կնոջը, սակայն անպատասխան։ Հետո մորն ու հանդիպման պահանջով ներխուժեց մոր բնակարան։ Սկեսուրը ոչ թե որդուց էր վախեցել, այլ նրա պահվածքից։ Ոչ թե իր համար, այլ նրա հոգեվիճակի։ Նա կանգնած էր մոր դիմաց լրիվ այլ մարդ, աչքերում անհավասարակշռություն, դեմքին մոլորություն։ «Ինչ ես արել, Արթուր»։ «Նա ինձ չի լսում, նա ուզում է գնալ, մամ, որովհետև վախենում է քեզանից։ Դու հասկանում ես, թե ինչ ես դարձել։ Սա այն Արթուրն է, որին ես եմ մեծացրել»։ Արթուրը լռեց։ Առաջին անգամ ինչ-որ բան կարծես կոտրվեց նրա ներսում։ Նա նստեց բազմոցին ու գլուխը ձեռքերով ծածկեց ու միակ բանը, որ ասաց լացով. «Ես օգնության կարիք ունեմ, մամ, ես ինքս ինձ չեմ ճանաչում»։ Եվ հենց այդ պահին սկեսուրը հասկացավ, որ դեռ ամեն ինչ չէ, որ կորած է, բայց դա երկար, դժվար ճանապարհ էր լինելու։ «Որդիս, դու կստանաս այդ օգնությունը, բայց միայն մեկ պայմանով, եթե դու իսկապես ուզում ես վերականգնել ընտանիքդ, պետք է սկսես ներում խնդրել»։ Արթուրն իսկապես օգնություն խնդրեց։ Մայրը նրան ուղարկեց հատուկ մասնագետի, հոգեբանի մոտ։ Սկզբում դժկամությամբ էր գնում հանդիպումների, բայց առաջին իսկ հանդիպումից հետո նա զգաց, որ իր ներսում տարիներ շարունակ կուտակված վիշտ ու ճնշում կա, որը չի հասկացել կամ չի ընդունել։
Միևնույն ժամանակ Արփին իր ծնողների տանը սկսեց նոր կյանք։ Նա վատ էր քնում, երեխային գրկած էր, ողջ գիշեր արթուն էր մնում, ականջալուր ամեն ձայնի։ Բայց նրա մեջ արդեն որոշում կար, նա այլևս երբեք թույլ չէր տա, որ իրեն նսեմացնեն, որ իր երեխայի առաջ կոտրվի։ Արփին սկսեց փոքրիկ բաներից, գրանցվեց առցանց դասընթացների, վերսկսեց երբեմնի կիսատ թողած ուսումը։ Նա առաջին անգամ սկսեց ապրել ոչ թե ուրիշների, այլ իր համար։ Մի օր նրան զանգեց Արթուրը, լուռ, բայց հեռախոսազանգը հենց այնպես չէր։ «Կարող եմ տեսնել աղջկաս», երկար լռությունից հետո վերջապես խոսեց Արթուրը զգուշությամբ։ «Միայն հրապարակային վայրում ու մի պայմանով, եթե դու շարունակես բուժումդ»։ Հաջորդ շաբաթ նրանք հանդիպեցին։ Արթուրը զգույշ էր, Արփին լարված, բայց աղջիկը ուրախ էր։ Նա վազեց հոր գիրկը, այդ պահին երկուսն էլ արտասվեցին, իհարկե տարբեր պատճառներով։ Արփին այլևս երբեք չվերադարձավ Արթուրի տուն, բայց չարգելեց հորը տեսնել դստերը, իսկ Արթուրը շարունակեց իր բուժումը, մասնակցեց զայրույթի կառավարման թրեյնինգների և մի օր, ամիսներ անց, նրան գրեց նամակ առանց պահանջների, առանց մեղադրանքի։ «Շնորհակալ եմ, որ չլռեցիր ու որ հնարավորություն տվեցիր ինքս ինձ նորից ճանաչել։ Իմ դստերը դու փրկեցիր ու ինձ էլ»։ Անցան երկար տարիներ։ Արփին իր դստեր հետ քայլում էր դպրոցի բակով։ Աղջիկն արդեն բարձր դասարանի աշակերտուհի էր, խելացի, ինքնավստահ, ժպտերես։ Նա իր մայրիկի ամենամեծ հպարտությունն էր։ Այդ տարիների ընթացքում Արփին դարձել էր ուժեղ ու կայացած կին, ուներ իր բիզնեսը, փոքրիկ հագուստի արտադրամաս, որտեղ աշխատում էին մի քանի կանայք, որոնց կյանքն էլ երբեմն անցել էր բռնության ու լռության միջով։ Արթուրը նույնպես փոխվել էր։ Նա սկսեց կամավոր աշխատել տղամարդկանց աջակցության կենտրոնում։ Նա օգնում էր նրանց, ովքեր կանգնած էին նույն վտանգավոր ճանապարհի սկզբում, որտեղ ինքը մի ժամանակ եղել էր։ Դստեր ավարտական միջոցառման օրը վերջին զանգին Արփին նստած էր դահլիճում, հուզված ու հպարտ։ Երբ աղջիկը ելույթ ունեցավ, ասաց. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մորս ինձ ուժ տալու, իմ կողքին լինելու ու ինձ սովորեցնելու երբեք չլռել։ Նա է իմ օրինակն ու իմ հերոսը»։ Դահլիճը պայթեց ծափերով, Արփին արտասվեց։ Այդ պահին նա զգաց, որ ավարտվեց ոչ միայն հին վախերի շրջանը, այլ սկսեց մի նոր կյանք, լի արժանապատվությամբ, սիրով ու լռության փոխարեն ձայնով։ Վերջին զանգից հետո բոլորն իրար գրկում էին, ժպտում, լուսանկարվում։ Արփին կանգնած լինելով բակի եզրին զգաց, թե որքան հեռու էր եկել այն կետից, որտեղ մի օր լուռ նստած էր կապտուկներով ու կոտրված հոգով։ Այժմ նրա շուրջ կյանք կար, իր ստեղծած, իր պահած, իր պաշտպանած։ Արթուրը մոտեցավ։ Երկու ծնողներն էլ նայեցին իրենց աղջկան, որ ընկերների հետ ուրախ ծիծաղում էր, ազատ, առանց վախի։ «Դու լավ մայր եղար», ասաց Արթուրը մեղմ հպարտությամբ։ «Դու էլ սովորեցիր լինել լավ հայր», պատասխանեց Արփին, «բայց մենք երբեք չկարողացանք լինել լավ ամուսիններ»։ Նրանց միջև մի պահ լռություն եղավ ոչ ծանր, այլ հասուն։ Նրանք այլևս չփորձեցին վերակառուցել անցյալը, չցանկացան, որովհետև երբեմն ընտանիքի ավարտը հենց նոր կյանքի սկիզբն է, որովհետև երբեմն բաժանումը չի նշանակում պարտություն, դա կարող է լինել հաղթանակ կյանքի ու արժանապատվության համար։ Եվ այդ պահին արցունքների փոխարեն նրանց մեջ խաղաղություն կար։